Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, մենք փաստորեն միասին ճանապարհում ենք այս աշխատանքային շաբաթը եւ հուլիս ամիսը։ Այո, բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ձեզ հետ միասին կճանապարհենք հուլիսը, աշխատանքային շաբաթը ովքեր աշխատում են, որովհետև շատերը ինձ թվում է նույնիսկ չգիտեն շաբաթվա որ օրն է, ամսաթիվը չգիտեն եւ դա շատ լավ է, որովհետև հանգստի ժամանակ պիտի կարողանաս քեզ լիարժեք անջատել, բայց մենք ձեզ ասենք հարգելի ռադիո լսողներ, մենք չենք թողնի որ դուք անջատվեք։ Այո, այսօր հուլիսի 31-ն է, օրը ուրբաթ եւ սկսված է մեր ուղիղ հեռարձակումը, իդեպ եթերում կլինենք մինչեւ ժամը 11-ը։ Սևակ Հակոբյան եւ Լուսինե Մուրադյան։ Այո, ասում ենք բարի լույս, առաջարկում ենք ոչ միայն լսել, այլև դիտել, մուտք գործեք armradio.am կայք դիտել կոճակը սեղմեք եւ իհարկե Facebook-յան հարթակում հայատար գրում եք Հայաստանի հանրային ռադիո, հետևում լայվին ու ոչ միայն հետևում, այլև մեկնաբանություններ եք գրում, շռայլում եք ձեր ջերմությունը։ Կարող եք զանգահարել մեզ 553702 ուղիղ կապի հեռախոսահամարով, թե օրվա թեմայի վերաբերյալ ձեր կարծիքը ուրախ կլինենք լսել եւ թե ուղղակի, եթե ուզել եք զանգել, ողջունել ձեր հարազատներին կամ մեզ, պատրաստ ենք նաեւ ձեզ։ Մի խոսքով ակտիվ եղեք մեզպես, սուրճ ու սեր առավոտից ձեզ ենք փոխանցում։ Ինձ
Սուրճ ու սեր առավոտից։ Սիրեք չափից ավելի շատ եւ ցանկացած գործ անելուց առնվազն կիսատ այն պետք չէ անել։ Այո, մինչև վերջ հասցրեք գործը ավարտին, սա եւս շատ կարևոր սկզբունք է, ձեզ համար միշտ պահեք այդ սկզբունքը եւ ոչ մի գործ, ոչ մի հարաբերություն կիսատ մի թողեք, որովհետեւ այդ կիսատության զգացումը մի տեսակ կուտակվում է ձեր ներսում եւ գուցե հետագայում տագնապային զգացումներ բերի։ Այո, տանջի ոչ միայն ձեզ, այլև դիմացին։ Այո, եւ առհասարակ ընդհանրապես հարաբերություններում հատկապես կիսատությունը ամենատհաճ, ամենաանորոշ, ամենազզվելի իրավիճակն է եւ ցանկացած պարագայում ավելի լավ է պարզաբանում իրականացնեք, քան այդպես թողնեք կիսատ ու անորոշ։ Մեր հարաբերությունները ձեզ հետ կիսատ չեն, անգամ օգոստոսին մենք աշխատելու ենք, կիսատ չենք թողնելու ոչ մի բան, բայց ասացի օգոստոս, արի լուսնե տեսնենք ընդհանրապես ինչ եղանակ է սպասվում, թե այսօր եւ թե առաջիկա ամսում, քանի որ ամենաշոկ չէ, առնվազն կարծրատիպային է բոլորիս մոտ, որ օգոստոսը ամենաշոկ ամիսն է։ Ինձ թվում է ամեն ինչ փոխվել է վաղուց արդեն եւ այդ կարծրատիպ է զուտ։ Բայց ասեմ, որ տեղումներ չեն սպասվում, առնվազն թե այսօր թե օգոստոսի 3-ից, բայց օրինակ օգոստոսի 1-ին եւ 2-ին երեկոյան առանձին շրջաններում կարճատև անձրև եւ ամպրոպ է կանխատեսվում։ Դե անպամած է այդ այո, քամին հարավարևելյան է եւ արևելյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Մայրաքաղաքում այսօր առանց տեղումների եղանակ է սպասվում, օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին հնարավոր են տեղումներ նաեւ մեր մայրաքաղաքում։ Յանի լավ բան ես ասում, մի հատ էլ ուրախ ես ասում։ Այսօր եւ օգոստոսի 1-ից 4 Արարատյան դաշտում եւ Երևանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այսօր առավելագույնը մեր մայրաքաղաքում կլինի 35 աստիճան, երեկոյան 31, իսկ գիշերը 21-ից 23 աստիճան տաքություն են կանխատեսել օդերևութաբանները։ Եվ նկատել ես, որ երեկոները բավականին զով են, այո, քամոտ են, հաշվի առնելով կախված նրանից, թե մայրաքաղաքի որ հատվածում եք, եւ 25 աստիճան տաքություն է այս պահին ըստ հեռախոսային հավելվածի։ Բավականին լավ եղանակ է, անպամած է, ոնց որ եւ 3 մայրաքաղաքում, թեպետես ամբողջ օրը 3 անպամած էր, բայց այդուհանդերձ անձրև չտեղած, դա եւս շատ լավ է։ Գնանք առաջ, Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են, ինչ վերաբերում է Ստեփանց-Մինդալարս ավտոճանապարհին, այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար եւ փորձեք ցանկացած պարագայում հերթերից խուսափել, բայց դա չի նշանակում, որ պիտի առաջ խցկվեք, հակառակը ոնց վարում ենք, այդպես էլ հերթ ենք կանգնում։ Եվ իզուր չէ, որ Հայաստանում հատուկ ստեղծվեցին հերթ կանգնելու ապարատներ, որոնք լուծում են այդ խնդիրը։ Թե չէ, եթե այդ ապարատները չկան, իսկապես քաոսի է վերածվում, պարտադիր գտնվում են մարդիկ, որոնք պիտի խցկվեն առաջ եւ որոշեն, որ իրենք ավելի լավն են, քան դուք, եւ այսպես ստեղծում են ինչ-որ խնդիրներ ու իրավիճակ, եւ երբ նրանց իրենց տեղն ես ցույց տալիս ու ասում ես հերթ կանգնեք, դու դառնում ես ամենավատը։ Դե հայկական հերթերը ամեն միջավայրում առանձնանում են, օդանավակայանում միանգամից հեշտ է գտնել հայկական թռիչքը, որովհետև այդտեղ հերթը կլոր է։ Անհասկանալի է, չես հասկանում թե ով ետևից է կանգնած, եւ իզուր չէ, որ այդ հնարքը ստեղծվեց, որպեսզի տեխնիկան որոշի մեր փոխարեն հերթականությունը, եւ դա բավականին հարց լուծեց, որովհետև հետո արդեն հայտնվում ես մեկ այլ վայրում, որտեղ այդ ապարատը չկա ու հասկանում ես, թե որքան քաոտիկ է, այնպես որ կարող ենք ասել հստակ, որ ոնց հերթ ենք կանգնում, այնպես էլ երթևեկությունն ենք իրականացնում, դրա համար էլ ունենում ենք վթարներ, անգամ եթե խցանման նիշը ընդամենը 5-ն է։ Այո, րոպեներ առաջ փաստորեն 4 էր, այո, հիմա դարձավ 5 եւ 2 վթար կար, ես մինչեւ Կորան այդ վթարները։ Կորան, բայց ֆիքսեցի, մեկը Գարեգին Նժդեհի փողոցում էր, մյուսը Միասնիկյան, իջնող հատվածը կենթանաբանական այգու մոտ էր, կարծես թե, իսկ մնացյալը, ասենք որ դե ծանրաբեռնված են այն փողոցները, որոնք գալիս են դեպի կենտրոն, Իսակովի պողոտան, Երևանյան լճից սկսած, ինչպես միշտ Մոնտե Մելքոնյանի այս վերջին հատվածը, Հրազդանի կիրճը, գիտեք, այս ամենը պայմանավորված է Կիևյան կամրջի փակ լինելով, Աթենքի փողոցը դեպի Հաղթանակի կամուրջ։ Իմիջայլոց կամրջի հետ կապված, գիտեք, որ ամբողջությամբ փակ է մեքենաների անցուդարձի համար, բայց հետիոտների համար տեղ է թողած, որ մարդիկ ոտքով կարողանան անցնել կամուրջը։ Բայց դա չի նշանակում, հարգելի հայրենակիցներ, ես պիտի ասեմ, դա չի նշանակում, որ այդ կամուրջը պետք է վերածել զուգարանի։ Այ։ Իսկապես եկեք այդ մաքրությունը պահպանենք։ Մենք միշտ ինչ որ անուն ենք դնում այլ ազգերի, ասում ենք մաքուր չեն, սա են, նա են, բա մենք
բա մենք ինչու չենք պահում այդ մաքրությունը։ Իսկապես անցնում ես եւ տհաճ հոտի միջով է ստիպված լինում անցնել ու երեք համացանցում նաեւ տեսա քաղաքացիների, որ հենց այդ թեմայով էին նաեւ նկարահանում իրականացել։ Մի աղտոտեք այն միջավայրը, որտեղ դուք ապրում եք։ Մանավանդ այդ նեղ հատվածը։ Այդ նեղ հատվածը, որ պիտի վայելես եւ քո տեսարանը պիտի լինի ձորը, հա, գեղեցիկ, կանաչապատ։ Երկու շաբաթ մնաց քաղաքապետարանից ասում են, որ օգոստոսի 15-ին կբացվի։ Իդեպ քաղաքապետարանի ծանոթություններից եւս մեկը ուշադրություն հրավիրենք վարորդների, ինչու՞ չէ նաեւ հետիոտների, Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելությունն ավելացնելու նպատակով այսօրվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբանդյան փողոցում։ Ըստ Երևանի քաղաքապետարանի Նալբանդյան 102 եւ 106 հասցեներին հարակից ճանապարհահատվածներում փոխադրամիջոցների կանգառը կարգելվի, այնպես որ սիրելի վարորդներ ուշադիր եղեք, փորձեք գտնել այդ հասցեները, վստահ եմ արդեն նշանները տեղադրված կլինեն Նալբանդյան 102 եւ 106 կանգառը արգելվելու է։ Չեմ ուզում սեպտեմբերը գա, որովհետեւ նորից ընկնելու ենք այդ ծանր խցանումների գիրկը եւ հասնելու համար ընդամենը փոքր տարածություն մեզ կպահանջվի մոտավորապես 3 ժամ, որ կարող ենք հաղթահարել 15 րոպեում եւ իհարկե որևէ օրգանի գին, որը պիտի վիճարենք տաքսի ծառայությանը։ Այո, միանգամից աստղաբաշխական թվերի են հասնում սակագները։ Ու թռնում է եւ հետ չի գալիս, ինչպես թռնում են ինքնաթիռները, բայց նրանք վայրեջք են կատարում համապատասխան վայրեր։ Տեղափոխվենք օդային տարածք, հարգելի ռադիոլսողներ, եւ փորձենք տեսնել, թե Զվարթնոց միջազգային օդանավակայանների պաշտոնական կայքում ինչ իրավիճակ է։ Ասենք, որ այստեղ ունենք թե ուշացումներ, թե վաղաժամ վայրեջքներ, ներկայացնեմ նախ եւ առաջ վայրեջքները, հարգելի ռադիոլսողներ, երկու ուշացումները կապված են միներալնի ոդի երկու չվերթներով, 11:10-ի փոխարեն այդ երկու ինքնաթիռը Հայաստան են ժամանելու 12:50-ին։ Միշտ այստեղից ուշացումներ են, չէ՞ լինում, եթե գիտես, մասնագետներն ասում են, որ կամին կամ օգնում է, կամ խանգարում է։ Այս ուղղությունը դրանով է պայմանավորված, ինչը չէ Միացյալ Արաբական Էմիրությունների պարագայում միշտ ուներում ենք վաղաժամ, կամին մեզ օգնում է։ 3 թռիչք, ասեմ, ուրեմն Շարժայի եւ Դուբայի երկու չվերթները վաղաժամ են Հայաստան ժամանելու եւ այսպես Շարժայի թռիչքը 11:10-ի փոխարեն Հայաստան է ժամանելու 10:53-ին, Դուբայի երկու չվերթները 11:25-ի փոխարեն Հայաստան կժամանեն 10:51-ին։ Եթե ունեք հարազատներ, բարեկամներ, որ պիտի գնաք եւ դիմավորեք, իմացեք, Կրասնոդարի չվերթը եւս որ պիտի վայրեջ կատարեր Հայաստան 13:40-ին, Հայաստանում կլինի 16:50-ին, եւս ուշացում ունենք երկու փաստորեն Կրասնոդարի չվերթ, որ ուշացում են լինելու եւ Մոսկվայից թիռները նույն ուղղությամբ նույն ժամին են գալիս եւ այստեղ Մոսկվայի չվերթը 14:15-ի փոխարեն 16:29-ին է ժամը, իսկ նկատել ես, որ միաժամանակ մի քանի ինքնաթիռ միաժամանակ է վայրեջ կատարում, դրա պատճառով բազմաթիվ հերթեր են գոյանում անձնագրային հատվածը անցնելուց, մեկնումների սանդղակ մուտք գործենք, կրկին ունենք ուշացումներ, դե բնական է, եթե միներալնի ոդի ինքնաթիռը Հայաստանն է ժամանում ուշացումով, այն նաեւ չվերթը կիրականացնի ուշացումով։ Կեսօրի փոխարեն չվերթը կիրականացնի 13:40-ին, երկու ինքնաթիռների մասին է խոսքը։ Դրանք տարբեր ավիաընկերություններն են, Կրասնոդարի չվերթները եւս երկուսն էլ ուշ են ժամանելու, հետեւաբար 14:30-ի փոխարեն իրենց չվերթը կիրականացնեն 17:40-ին, բայց դուք ժամանակին գնացեք, որովհետեւ այնտեղ շատ այլ հարցեր կան եւ կարծես էլի ուշացում տեսա։ Այո, շատ են ուշացումները, Կրասնոդարից եւս մեկ թռիչք, ավելի ճիշտ Երևան Կրասնոդար 16:10-ի փոխարեն թռիչքը կիրականանա 17:20-ին եւ գնանք նաեւ Բարսելոնա։ Եվրոպա, այո։ 16:30-ին նախատեսված Երևան-Բարսելոնա թռիչքը 17:20-ին կկայանա։ Եվ Լառնակայի թռիչքը 16:45-ի փոխարեն կիրականացնի իր թռիչքը 17:20-ին։ Ունենք Մոսկվայի եւս մեկ չվերթ, որ ուշացում է գրանցում եւ այսօր իր գործունեությունը 20 րոպե ընդամենը Ոչ թե ծավալի 17:10-ին, այլ 17:30-ին թռիչքը կիրականանա հենց այդ ժամին, հարգելի ռադիոլսողներ։ Այնպես որ ձեզ բարի վայրեջ կամ բարի թռիչք, եթե այսօր գնում եք։ Ուշադրություն, հարգելի ուղևորներ, բայց ես պարզ եմ էլի խոսում, մեկ-մեկ ինձ թվում է, որ օդանավակայանի աշխատակիցները հատուկ գնացել են դասերի, խոսեն այնպես, որ բան չհասկանաս։ Որևէ մեկը չհասկանա, մանավանդ եթե դա օտար լեզվով է, մի քիչ էլ ավել պետք է լարվես ու ոչ մի բան չհասկանաս։ Մի խոսքով։ Եկեք հիմա անցնենք կենտրոնական
ապրանքի փոխարժեքներին, որոնք խիստ հասկանալի են բոլորիս։ Ամերիկյան $1 366 դրամ 63 լումա է, եվրոն 420 դրամ 67 լումա, ռուսական ռուբլին 4.5, վրացական լարին 139 դրամ 64 լումա, բրիտանական ֆունտ ստերլինգը 491 դրամ է 1 լումա, դիրհամը 99.8 է, իսկ ահա իրանական ռեալը 0.026 եւ այսօր պատահականությամբ որն ենք ասում։ Հոնկոնգի դոլարը գնացիր, ահա 46.74 է պատահական։ Ես ճիշտ ասած ուզում էի Մարս մոլորակի տարադրամ փոխարժեքն ասել, բայց դեռ չկա։ Իրականում մենք խոսում ենք փոխարժեքներից, ասացիր, որ մեզ համար այս անդղակը ամեն առումով պարզ է, բայց սրանք մեզ համար զուտ լոգ թվեր են։ Իսկ ինչ եթե մենք լսենք Իլոն Մասկին, ապա պիտի ասենք հարգելի ռադիոլսողներ, որ Իլոն Մասկը վստահեցնում է, որ շատ շուտով ընդհանրապես փոխտեղ չի լինելու, որովհետև ժամանակակից տեխնոլոգիաները որ շատ լավն են, կստեղծեն ռոբոտներ եւ նրանք, այսպես ասեմ, ապրանքների դեֆիցիտ ընդհանրապես չի լինելու է ավելցուկ եւ դրա կարիքը չի լինելու, որ մենք փող աշխատենք ու փողը չի լինելու, այլ մեզ տալու է պետությունը, որովհետև կարծես այս ժամանակակից տեխնոլոգիաները փոխելու են իրականությունը եւ ես հիշեցի հայտնի գործերից մեկը, որտեղ մարդիկ ամեն ինչ ունեին եւ դրա համար ոչինչ պետք չէր, այնտեղ գնում էր ապաթիա, լճացում ու մարդիկ, քանի որ խնդիրներ չէին հաղթահարում, ամենօրյա խնդիրներ չէին լուծում, այնտեղ բացարձակ երջանիկ չէին եւ գրեթե աճ չէր նկատում։ Այսպիսի բաներ շատ խոսեցինք կարծես թե ինֆորմացիան շատ էր 9:47 արդեն եւս մեկ երգ լսենք, որից հետո միասին կթերթենք օրացույցը, տեսնենք ինչ կա չկա եւ նաեւ մեկնաբանությունները կարդանք։ Որտեղ է իմ ամուսինը, այս երգը լսենք։ Իմ ամուսինը տանն է։ Your husband is coming.
The station with the best music. Best music. I love the music. Best music. 951 մենք ուղիղ եթերում ենք, իդեպ ոչ միայն 107.7 հաճախականությամբ, նաև մեր կայքում, Facebook-յան էջում, որտեղ կարծես մեկնաբանություններ կան։ Էդիկ Բաբուջան, ուշանում եք, ուշանում։ Դուք արդեն ունեք կոնկուրենտներ, հարգելի մեր շատ ելի մշտական ռադիո լսող։ Բարի լույս է ասում Էդիկ Բաբուջանը, բայց մինչ Էդիկ Բաբուջանը մեզ կմիանար, մեզ էր միացել առաջինը Ստյոպ Վարդանյանը մեզ ողջունելով եւ Վիգեն Եղիազարյանը մեզ մաղթելով բարի լույս եւ իհարկե բոլորը մեզ ուղարկում են սուրճով լի բաժակներ ու քաղցր շնորհակալություն։ Եկեք էմոջիները իրականության վերածենք։ Դե Ալեք մենք ունենք։ Մանուկյան 5 կարող եք սուրճ եւ քաղցր ուղարկել։ Իսկ հիմա Ինչ լավ է, որ ուրիշ բան չուսեցիր Չէ, Սևակյան։ ուրիշ բան Թեպետ մեր կյանքում Չարժե։ մեր ռադիո լսողները մեզ անակնկալներ Այո։ շատ են արել, նույնիսկ իրենց սեփական ձեռքերով պատրաստված ոչ միայն տորտ, բաչրերը։ ջրեր են հասել։ Այո, Տիկին Ալիսան միշտ իր Մենք ձեռքով։ ողջունում ենք հատկապես մեր այո մշտական ունկնդիրներին, որոնք վաղուց ընտանիքի պես են վերաբերվում այս կառույցին եւ նաեւ մեզ։ Ասում է Ադան անգեց խոսակցությունը լավ, ես էլ մի դեպք պատմեմ, մի դեպք Տիկին Ալիսան ունի իր դարակներում մի քանի առանձնացված, մեկը իր տղայի համար է պատրաստում պահածոներ ջրեր եւ այլն, մյուսը աղջկա համար, եւ այնտեղ երկու դարակ էլ կա։ Մեկը ինձ համար է եւ մյուսը Տիգրանի։ Այ քեզ։ Բայց Տիկին Ալիսա ջան, շատ Պրեմիում շնորհակալ ենք։ Մենք հաճախորդ ենք, մենք ընտանիքի անդամ ենք, ինչպես դու ասացիր։ Շնորհակալ ենք այդ ջերմության համար, բայց իմացեք, որ ձեր գետ մեկ ջերմ խոսքը աշխարհ արժի եւ ամեն քաղցր հաստատ դրա չի կարող փոխարինել, այնպես որ կարևորը որ դուք գաք եւ մեզ հետ եք։ Այո, դա ուղղակի կողքից հաճելի բոնուս է։ Մամիկոն Լուսինյանով օկտատերը ընտանեկան Ողջուններ էջը ունենք։ մեզ ողջունում է եւ ասում բարի լույս հարգելի ռադիո լսողներ, հուլիսն ենք ճանապարհում Այո, եւ ճանապարհում աշխատանքային ենք։ շաբաթը։ Աշխատանքային շաբաթը ամառվա երկրորդ ամիսը եւ տեսնենք ինչով է առանձնանում այսօրը ցանցային ադմինիստրատորի միջազգային օրն է Ուրեմն Միհրանը։ Ուրեմն Միհրանը, այո, մեր Միհրան, գործընկերոջը շնորհավորում ենք անպայման քեզ։ Միշտ կշնորհավորենք։ այստեղ է, հիմա հենց պետք է չկա։ Հենց տարվա այս մեկ օրը Նոր իրեն եկել էր այստեղ էր, վերաբերում։ մենք տեսնում էինք, բայց ինչևէ։ Կարևորը որ ձեր ցանցային ադմինիստրատորները ոչ թե փչացնեն ձեր համակարգիչները, այլ նորոգեն։ Սա Եվ ևս շատ արագ կարևոր է։ լուծում տան, չէ՞, միշտ թվում է Այո, որ խնդիրներ է։ հենց այս պահին է պետք եւ չկա այդ աշխատակիցը կամ չի ստացվում լուծեն։ Գնացինք առաջ։ Գնացինք Աֆրիկյան առաջ։ կանանց միջազգային օրն է այսօր եւ կարծում եմ որ ուղղակի պատահական չէ որ հենց կոնկրետ աֆրիկյան կանանց Այո։ մասին է խոսքը, որովհետեւ գիտեք որ այնտեղ բավականին բարդ է կանանց համար եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ գնանք եւս մեկ կարևոր օրի, կարող ենք այս վերջին միջազգային տոնը, չէ, վերջինը չի, այստեղ կանաչով ներկենք, որովհետեւ Անտառապահի համաշխարհային օրն է, իդեպ այս տոնը հիմնադրվել է 2007 թվականին Անտառապահների միջազգային ֆեդերացիայի կողմից, դե բնականաբար որպեսզի գնահատեն անտառապահների ներդրումը բնության պահպանման գործում։ Եվ Անտառապահի օրն առաջին անգամ նշվել է հենց 2007 թվականին, մարդկանց, որոնք վայրի կենդանիներին պաշտպանում են որսագողերից, պահպանում են նրանց բնակության տարածքները, արգելոցները, ազգային պարկերը, վայրի բնության ապաստարանները, բնության եւ այլ կարևոր օբյեկտների հուշարձանները այդ մարդկանց մենք շնորհավորում ենք, որովհետեւ նրանք շատ կարևոր գործառույթ են իրականացնում եւ հաճախ մենք քանի որ բնությունից հեռու ենք ու կենթանական աշխարհից շատ նրբություններ չենք պատկերացնում եւ երբ զրուցում ենք կոնկրետ կանաչ գոտու հետ կապված մասնագետների հետ ապշում ենք ուղղակի Այո, թե կարծես այլ աշխարհում են, չէ՞։ որքան խորն է ու հետաքրքիր։ Այո։ Եվս մեկ հետաքրքիր տոն կա։ Եվ եւս մեկ այո տոն, որի շուրջ նաեւ կառուցել ենք այսօր մեր եթերը, եթերաժամի երկրորդ հատվածը Հարի Փոթերի ծննդյան օրն է այսօր, փոթերամանների համար սա կարծում եմ իսկական տոն է։ Շնորհավորում ենք բոլոր փոթերամաններին։ Իդեպ տարիք չի ճանաչում, որովհետև մեծահասակները նույնքան հետաքրքրությամբ կարդում եւ դիտում են Հարի Փոթերի արկածները, Տասնյակ թեպետ անգամներ։ դրանք արկածներ չեմ կարող համարել, բայց կարծում եմ, որ Հարի Փոթերի գործը երևի այն միակ գործերից էր, որտեղ
բաբը յիգաները չեն հեծնում կախարդական Ավելները։ ավելին, այլ նաև բոլորը երեխաները, մեծիկները եւ փոքրիկները։ Եվ ասենք ինչու է հենց այսօր ընտրվել Հարի Փոթերի ծննդյան օր, որովհետև գրքի հեղինակը Հանրայետ Ջոան Ռոլինգը հենց այսօրն է ծնվել 1965 թվականին եւ փաստորեն հեղինակի ծննդյան օրը դարձել է նաեւ տոն որպես Հարի Փոթերի ծննդյան օր։ Եթերաժամի երկրորդ հատվածում հենց այս թեմային ենք Այո։ անդրադառնալու, փոթերամաններ են մեզ հյուր գալու, Այո, այո, բայց օրացույցերևի շարունակենք արդեն եւս Այո, հետո արդեն մեկ երկ կլսենք հիմա, հետո ռադիոլուրի հերթն է եւ այնուհետեւ կտեսնենք ինչ ազգային տոներ կան, ովքեր են ծնվել եւ ովքեր են օրվա հոբելյարները։ Օրվա ամենաթեմատիկ երգը լսենք, այսօր ուրբաթ է ու վերադառնանք։ Zıngır zıngır de can, sırtı karta tetase, zıngır zıngır de can. Es olur pate pase, zıngır zıngır de can, sırtı karta tetase, zıngır zıngır de can. Aşune kaptoğalen, zıngır zıngır de can. Tarrıtı perdoğalen, zıngır zıngır de can. Can, 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 can. Yürü kukaveri sare, sare nororele. Kıtabi marmar kare, kat kat zorele. Kırun kançet sarerun, zıngır zıngır de can. Garip ğenererun, zıngır zıngır de can. Ekele muchachunem, zıngır zıngır de can. Merlelu hınachunem. Սուրճ ու սեր առավոտից։ 9:58 ժամանակն է ողջունելու մեր գործընկերոջ ռադիոլուրից Մարլենան է այսօր։ Բարի Հաղորդում, լույս։ Բարի լույս։ Տրամադրությունը Մարլենա, Աշխատանքային շատ բարձր։ ինչ հաճելի է։ Հարի Փոթերը սիրում ես։ Հարի Փոթերը ես անկեղծ ասեմ երբևէ ծայրից ծայր չեմ նայել, բայց մեր տանը Հարի Փոթերյան տրամադրությունները շատ ակտուալ են միշտ։ Աղջիկս շատ է սիրում Հարի Փոթերը եւ շատ է սիրում նայել հեռուստատեսությամբ նոր տարում, դա իր համար Ավանդույթ է։ Այո, ավանդույթ է, անկախ նրանից, որ մենք դա կարող ենք անել ամենտեղ, ամեն գadget-ով, բայց մեր տանը նոր տարուն նույնիսկ որովհետեւ չի ցանկանում գնալ, որովհետեւ հանրային Փոթերը։ հեռուստատեսությամբ շքեղ թարգմանությամբ Այո, ամեն տարի ցուցադրվում է Այո։ Հարի Փոթերը եւ մենք ընտանիքով Դա ես սպասված որպես բան է։ ազատուն կնդիր ինքը շատ ուշադիր ամեն անգամ Այսինքն բոլոր սերիալները բոլորը անխտիր եւ այդ ժամերին ինքը չի սիրում որ մենք հյուր ենք ընդունում կամ ինքներս ենք հյուր որովհետև խանգարում եք։ որովհետեւ Հարի Փոթերը նոր տարվա հետ է մեզ մտածում Իսկ գրքերը կարդացել է։ Այո, Միայն գրքերից ֆիլմը։ է սկսվել իր մոտ ամեն ինչ եւ բայց համաձայն եք որ թարգմանությունը հայերենով որը հանրային հեռուստատեսությունն Փայլուն է ամեն տարի կատարված, հրաշալի այո, թարգմանություն է, այո, այո։ Եվ իհարկե մենք ձեր դստերը շնորհավորում ենք, որովհետև այսօր Հարի Փոթերի Ծննդյան օրն է եւ Հարի Փոթերի երկրպագուների համար յուրահատուկ օր է, այնպես որ Նա շնորհավոր։ շուշտ գիտի դրա մասին ես ոչ Դե հա։ Չենք էլ կասկածում։ Դե ինչ տեսնենք ինչ կա չկա Հայաստանում, տարածաշրջանում եւ աշխարհում, լսենք ժամը 10-ի թողարկումը։ Հայաստանում ժամը 10-ն է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։
Խոսում է Երևանը, բարև ձեզ, լրատվության ժամ է հանրային ռադիոյի եթերում, ստուդիայում աշխատում է Մարլենա Հովսեփյանը։ Ռուսական երկաթուղիները հայտարարել է, որ եթե Հայաստանը որոշի փոխել կամ դադարեցնել երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը, պետք է վերադարձնի ընկերության ներդրումները։ Ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բոլոզերովը նշել է, եթե հայկական կողմը մտածի պայմանագիրը դադարեցնելու կամ դրա պայմանները փոխելու մասին, մենք իրավունք ունենք ակնկալելու մեր ներդրումների վերադարձ։ Երեկ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե հարցը չհաջողվի լուծել բարեկամաբար, կառավարությունը պատրաստ է դիմել արբիտրաժ հայկական երկաթուղիների կառավարումը հետ ստանալու համար։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրամանով Դավիթ Գևորգյանը նշանակվել է Արարատ ցեմենտ գործարանի կառավարիչ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Գևորգյանը 2018-ի հունիսին նշանակվել էր տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ։ 2018-21 թվականներին եղել է Արագածոտնի մարզպետը, 22-ի նոյեմբերին նշանակվել է վարչապետի օգնական։ Հուլիսի կեսին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտ գործարանի կառավարումը անցել է պետությանը։ Ըստ դատախազության հակակոռուպցիոն կոմիտեն նման որոշում է կայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։ Ծառուկյանը հուլիսի 7-ից կալանավորված է, նրա ընտանիքին պատկանող խոշոր ընկերությունները կապարակնքված։ Հայաստանում Չինաստանի դեսպանատանը նշվել է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի 99-ամյակը։ Չինաստանի դեսպան Լի Սինվեյը հայտարարել է, որ չինական բանակի հիմնական առաքելությունն է ազգային անվտանգության ապահովումն ու համաշխարհային խաղաղության պահպանումը։ Նա ընդգծել է, որ Չինաստանը հավատարիմ է ուժի զսպված կիրառման եւ առաջինը միջուկային զենք չկիրառելու քաղաքականությանը։ Դեսպանը իր խոսքում անդրադարձել է նաև հայ-չինական բարեկամությանը, Հայաստանին մաղթել է խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում։ Մենք ուրախությամբ արձանագրում ենք, որ Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության եւ փոխգործակցության նոր ժամանակաշրջան, եզրափակել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Լուրեր միջազգային լրահոսից Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել Գազայի հատվածում Համասի եւ մյուս զինված խմբավորումների լիակատար զինաթափման շուրջ։ Այսօր Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության հասավ Համասի եւ Գազայի հատվածում գործող մյուս բոլոր զինված խմբավորումների ամբողջ զինաթափման վերաբերյալ։ Սա լրջագույն քայլ է կայուն խաղաղության եւ անվտանգության ուղղությամբ, գրել է Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահը շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին, Կատարին եւ Թուրքիային միջնորդական ջանքերի համար։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախնական տվյալով Ռուսաստանը Դնեպրոպետրովսկի մարզի Ռադուժնե գյուղին հարվածել է Հյուսիսային Կորեայում արտադրված բալիստիկ հրթիռով։ Հարվածի հետևանքով զոհվել է 6 հոգուց բաղկացած ընտանիք, այդ թվում 3 երեխա, հրթիռը խոցել է ընտանիքի բնակելի տունը։ Ուկրաինայի նախագահը դաշնակիցներին կոչ է արել չսահմանափակվել հարձակումը դատապարտելով եւ Կիևին տրամադրել հակաօդային պաշտպանության համար անհրաժեշտ հրթիռներ։ Ուկրաինական ԱԹՍ-ներն էլ գիշերը շարունակել են Վայլդբերիսի օբյեկտների վրա հարձակումներ, այս անգամ հարվածելով Վոլգոգրադում պահեստային տարածքներին։ Գիշերվա զանգվածային հարձակման հետևանքով քաղաքի Դերժինսկի շրջանում պահեստային տարածքում, ինչպես նաև հարավի վառելիքաէներգետիկ համալիրի արդյունաբերական ձեռնարկություն հրդեհներ են բռնկվել, հայտնել է Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։ Նա չի նշել ձեռնարկությունների անունները։ Վոլգոգրադի Դերժինսկի շրջանում անցյալ տարվա գարնանը սկսել էր գործել Marketplace-ի խոշոր լոգիստիկ կենտրոնը, հիշեցնում է BBC-ն։ Եվ վերջին լուրը Իսպանիայում եւ Ֆրանսիայում արդեն մի քանի օր շարունակ պայքարում են խոշոր անտարային հրդեհների դեմ, օդերևութաբանները նախազգուշացնում են, որ տարածաշրջանին մոտենում է շոկի նոր ալիք։ Օրվա լրահոսից այս եթերաժամի համար նախատեսել էինք այսքանը, ռադիո լուրը եթերում կլինի ժամը 11-ին։ Ստուդիայում աշխատում էր Մարլենա Հովսեփյանը, մնացեք հանրայինի հետ։ Սուրճ ու սեր առավոտից։ Surrender to the blinding light. No one's gonna sleep tonight.
Welcome to the riot. Come on, surrender to the blinding lights. No one's gonna sleep tonight. Welcome to the riot. I'm the bangarang, bangaranga, bangaranga, bangaranga. I'm the bangarang, bangaranga, bangaranga, bangaranga. I'm the bangarang. Blinding lights. Welcome to the riot. I'm the bangarang. I'm an angel, I'm a demon, I'm a psycho, for no reason. I'm a mover, I'm a teaser, I don't follow, I'm the leader. Let me hype you up, let me hype you up. I'ma let you get so hooked, I'ma leave you shook. Come on, light, surrender to the blinding lights. No one's gonna sleep tonight. Welcome to the riot. I'm the bangarang, bangaranga, bangaranga, bangaranga. I'm the bangarang, bangaranga, bangaranga, bangaranga. I'm the bangarang. Blinding lights. Welcome to the riot. I'm the bangarang. I'm the bangarang. I'm the bangarang. Close to the edge, I can feel it inside. Bodies and sparks about to fly. I'm about to lose my mind. I'm the bangarang, bangaranga, bangaranga, bangaranga. I'm the bangarang, bangaranga, bangaranga, bangaranga. I'm the bangarang. Blinding lights. Welcome to the riot. I'm a rebel, I'm a danger, I'm a mover for freedom. Let me light you up, let me light you up. Come on, let me put you in so deep. I'ma leave you weak. I'm the bangala. I'm the bangarang. I'm the bangarang. Սուրճ ու սեր առավոտից։ Հուլիսի 31-ի առավոտը շարունակում ենք միասին հանրայինի ուղիղ եթերում, օրը ուրբաթ է, եթե նոր եք մեզ միացել, մի ժամ ուշ եք արթնացել, մենք ձեզ նախանձում ենք, բայց այս ամռանը կարծես երկար քնել հնարավոր չէ, շոկ է։ Չէ, առավոտյան այնքան լավն է, որ ուզում ես երկար քնել։ Իրականում կան մարդիկ, որ բու են, կան մարդիկ, որ արտոյտ են, Անկախ այստեղ տարվա անկախ եղանակից։ տարվա։ Ես ունեմ ընկեր, որ կարող է մինչև ժամը 1-ը քնել ցերեկը, ընկեր ունեմ, որ կարող է առավոտյան 6-ին առանց զարթուցիչի ամեն օր արթնանալ։ Մի տեսակ ինձ համար անհասկանալի է, ոնց կարելի է առավոտյան 6-ին, բայց թեպետ ասում են, որ ամենաճիշտ ժամանակահատվածը պրոդուկտիվ օր ունենալու համար դա առավոտյան 6-ն է, որովհետև էներգետիկ դաշտերը տիեզերքից, որ գալիս են հենց այդ ժամին են, որ կարող ես փոխանակվել եւ ունենալ լավ էներգիա։ Չեն մտածում, չէ՞, մարդիկ առավոտվա մասին։ Վարդիտեր Գևորգյանն է մեզ ողջունում, ասում Աստծո լույսը բարի է։ Շնորհակալություն, ողջունում ենք բոլորիդ հարգելի ռադիո լսողներ, հետաքրքիր է օրինակ մեր ռադիո լսողներից որքանն են, որ սիրում են Հարի Փոթերը եւ կարդում են, եւ իհարկե Հարի Փոթերի կախարդական աշխարհը մի տեսակ այլ է։ Այո, միանգամից անգամ երաժշտությունը, եթե ֆիլմից Ես ենք խոսում, խենթանում եմ Հարի Փոթերի միանգամից փոխում է տրամադրությունը։ երաժշտական ինտոնացիաների հետ կապված։ Ովքեր նոր միացան, ասենք որ այսօր Հարի Փոթերի ծննդյան օրն է, դա պայմանավորված է գրքի հեղինակի ծննդյան օրվա հետ, կապված են դրա հետ, Ռոլինգի ծննդյան օրը եւս այսօր է եւ մինչեւ մեր հյուրերին տաղավար հրավիրելը մի քանի հետաքրքիր փաստեր ենք ձեզ համար առանձնացրել։ Նախ գաղափարը, որ հեղինակի մոտ ի հայտ է եկել, դա եղել է գնացքով ճանապարհորդելիս, երբ նա գնացքով է ճանապարհորդել 1990 թվականի
էին։ Ինձ թվում է հենց Հարի Փոթերի մեջ կախարդական գնացքի տեսարանները հայտնվել են հենց Ռոլինգի ուղեղում հենց այդ ճանապարհորդության ժամանակ, հատկապես երբ գնացքը լավն է եղել օրինակ։ Նրա այս շարքը 7 հիմնական գրքից է բաղկացած, բայց դրա հիման վրա 8 ֆիլմ է նկարահանվել, քանի որ վերջին գիրքը բաժանվել է 2 մասի։ Հաճախ այդպես է, չէ՞ լինում գիրքը այնքան բովանդակալից ու լավն է լինում, որ սցենարիստները չեն կարողանում շատ բան կրճատել ու դուրս թողնել, որոշում են, որ ավելի լավ է, որպեսզի գաղափարը չտուժի։ Մենք 2 սերիա նկարենք, այլ ոչ թե 1 ֆիլմ, չէ՞ որ ի տարբերություն ֆիլմի գիրքը ավելի խորքային է, կերպարներն են ավելի հարուստ, ֆիլմում բազմաթիվ կերպարներ տուժում են։ Անցնենք հետաքրքիր փաստերի հաջորդ կետին, Հարի Փոթերի ճակատի կայծակի տեսքով սպին պարզապես պատահական ձևավորում չէ, այն խորհրդանշում է այն անեծքը, որը նա վերապրել է մանկության տարիներին, հիշում եք, որ մանկության տարիներին, այո, այդպիսի խնդիր է եղել։ Դամբլդորի կերպարը շատ լեզուներով համարվում է գրականության ամենասիրված իմաստուն հերոսներից մեկը, Հերմոնիայի մասին էլ խոսենք, այդ անունը վերցված է հին հունական դիցաբանությունից, Հերմոնիա անունը հանդիսանում է նաև հին հունական առասպելներում, այսպես հանդիպում է, այնպես որ The Word of Voldemort-ի մասին էլ չմոռանանք, պարզվում է, այո, նրա անունն էլ ֆրանսերենից թարգմանաբար իմաստ ունի, թռիչք մահից կամ գողացված մահ, այսպես է ֆրանսերենից ուղիղ թարգմանության դեպքում Voldemort-ի անունը։ Ես կարծում եմ, որ Հարի Փոթերի ֆենոմենը նաև այն է, որ իրադարձությունների այսպես շարունակությունը եւ զարգացումները շատ խառն են։ Սկզբում հատկապես կերպարներն էս խառնում չես հասկանում ով է բարին, ով է չարը, մի խոսքով այսպես ուղեղիդ մեջ քաոտիկ իրավիճակ է։ Եթե ֆիլմի տեսանկյունից ես նայում, մտածում ես ինչպես են այս ֆանտաստիկ գրականությունը ֆիլմի չէ վերածել։ Այո, դե իրականում հրաշք է, դե հիմա ավելի հեշտ կլինի։ Ինձ թվում է, որ հետագայում Հարի Փոթերի այլ տարբերակներ էլ կնկարահանվեն։ Հիմա կարծես սերիալ է նկարահանվում։ Հարի Փոթերի մասով HBO-ն է նկարահանում եւ երկրպագուները սպասում են, ընդհանրապես վերջին տարիներին շատ տարածված է, չէ՞, հին ֆիլմերին, հին գրքերին վերադառնալը, ռիմեյք անելը։ Դե որովհետեւ դրանք խորքային են ու ասելիքը չեն կորցրել։ Եւ գրքերից խոսեցինք։ Գրքերից խոսեցինք, իդեպ Հարի Փոթերի գրքերը թարգմանվել են ավելի քան 80 լեզվով, վաճառվել 600 միլիոնից ավելի օրինակ, ինչը դրանք դարձնում է պատմության ամենավաճառվող գրքային շարքերից մեկը, այդպես էլ կա, այո։ Իսկ այո, թարգմանությունը չէր կարող չլինել այդքան շատ։ Այո, հայերեն էլ կա, բարեբախտաբար, եւ ասենք, որ հենց Փիլիսոփայական քարը, այո, ֆիլմում Հոգվարտսի մեծ դահլիճի տեսարանների համար իրականում հենց իրական մոմեր էլ օգտագործվել են հազարավոր, թեև հետո ասում են անվտանգության նկատառումներից ելնելով դրանք փոխարինվել են արդեն ժամանակակից էֆեկտներով։ Ինչ վերաբերում է Դենիել Ռադքլիֆին, ընտրվել է Հարիի դերի համար, երբ նա ընդամենը 11 տարեկան էր, ու այդ դերը նրան դարձրեց աշխարհահռչակ, թեպետ Վեգայի հետ նախորդ եթերաժամին խոսում էինք, որ հենց Հարի Փոթերի օրինակն էլ բերեցինք, գիտես, որ կան դերեր, որոնք ճակատիդ դաջվում են եւ քեզ այլ կերպարով չես էլ պատկերացնում, այո, եւ այս պարագայում որքան քեզ հաջողություն է բերում այդքան, նույնքան էլ տուժում ես, որովհետեւ այլ ռեժիսորները այլ կերպարում քեզ պարզապես չեն տեսնում։ Ինձ թվում է Դենիելի պարագայում դա այդպես է, թեպետ ոչ միայն Դենիելը, այնտեղ եւս շատ երիտասարդ կերպարներ հետագայում կարծես Հարի Փոթերի ֆիլմը տրամպլին հանդիսացավ, որպեսզի նրանք դառնան էլ ավելի հանրաճանաչ ու նկարահանվեն այլ ֆիլմերում։ Դե գիտեք, Հարի Փոթերի այդ ուսումնական հաստատությունը 4 ֆակուլտետներ ուներ եւ յուրաքանչյուրը երկրպագում է մեկին, այ մենք հյուրերից րոպեներ անց կբարձենք նրանք որ ֆակուլտետի կողմնակից են եւ նրանցից կճշտենք այլ հետաքրքիր փաստեր, վստահենք նրանք որպես իրական փոթերամաններ շատ ավելին գիտեն, քան մենք ձեզ ներկայացրենք։ Ինչ կախարդական հմտություն կուզեիր ունենալ։ Ընդհանրապես կյանքում երևի թե անտեսանելի դառնալ կամ թռչել։ Իսկ ես կուզեի մարդկանց մտքերը կարդալ։ Այո։ Դա է լավ ցանկություն, ինչ խոսք։ Դե պատկերացնում ես։ Մի երգ լսենք, որից հետո արդեն մեր հյուրերին կդիմավորենք մեր տաղավարում եւ նաեւ փոթերամաններին եւս մեկ անգամ հիշեցնենք, կարող եք մեզ զանգահարել, գրել 55 37 02։ Եվ Facebook-յան հարթակնել կա ու կա։ Այնպես որ եկեք մեր տուն։ Հավիտյան քո զարգը իմ սրտում պատմություն է
Սուրճ ու սեր առավոտից։ Ովքեր որ նայում են ոչ միայն լսում են, ապա տեսան, որ այս մեղեդին, որ մենք հիմա լսում ենք, ոչ թե համակարգչով է հեռարձակվում, այլ իմ ձեռքի Live է։ հետ շարժումով։ Ես ունեմ կախարդական տոփիկը Հարի Փոթերի, իհարկե սա իմը չէ, այլ մեր հյուրերից մեկին է, ես կփոխանցեմ իհարկե, բայց սա հրաշալի էր։ Փաստորեն ստեղծել են նաև այդ տոփիկը, Այո, ինչ էր ասես կարողացանք իրականում, որ չկա Հարի Փոթերի հետ կապված շուկայում, բայց մարքեթինգը լավ գործ է անում եւ իրականում մենք շատ լավ գիտենք, որ այո, շատ լավ է, որ լավ գործեր կան եւ այլն, բայց նաեւ պետք է փաթեթավորում, եթե այդ մարքեթինգը շատ լավ չաշխատացնեն, ապա գուցե այդ լավ գործերը գնան ու կորչեն։ Ու այդպես իհարկե։ Հիմա այս ամենի մասին, ֆիլմի, գրքի եւ փոթերաման լինելու մասին, հենց փոթերամանների հետ էլ խոսելու ենք, ֆիլմի երկրպագուներն են մեր տաղավարում Արմեն Բաբաջանյան, Նաիրա Նավասարդյան, Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս, շնորհակալություն հրավերի համար։ Շնորհավորում ենք փաստորեն, այսօր փոթերի ծննդյան օրն է, ինչը տոն է նաեւ ձեզ համար։ Ես եթերում էլ ասացի ու ես նկատել եմ, որ Հարի Փոթերը այն ստեղծագործությունն է, որ ոչ միայն պատանիների ու փոքրիկների համար է, այլ մեծիկները ավելի հետաքրքրությամբ են նստում ու գանվում էկրանին ու դիտում, այսինքն այն գործն է, որ տարիք չի ճանաչում եւ գուցե մեզ տանում է մեր երևակայական աշխարհ։ Ինչով է գայթակղել ձեզ գործը։ Տեսեք Հարի Փոթերի մասին, երբ որ նոր դուք ասացիք, որ տարիք չի ճանաչում, Այո։ ու մենք էլ այդ կարծիքին ենք, որ Հարի Փոթերը սերունդները միավորող ստեղծագործություն է։ Օ, լավ բան եք Թե ասել։ վեպը, թե ֆիլմաշարը, ու հա, մենք մեր սերունդը հատկապես ծնվել եւ մեծացել է Հարի Փոթերի հետ։ Ձեր ժամանակի հեքիաթը դա է։ Այո, Հարի Փոթերի առաջին ֆիլմը էկրանավորվել է 2001 թվականին, ես 2003 թվականին եմ ծնվել։ Ու աստվածներ։ Ու դե բնականաբար ոնց որ ֆիլմը այդ ժամանակ եղել է, բայց մի քիչ ավելի մեծ տարիքից եմ սկսել նայել, երբ որ արդեն հայերեն կար, ու մենք հնարավորություն ունեինք հայերեն դիտելու, ու այդպես դե մեզնից բացել, մեզնից արդեն ավելի տարիքով մեծերն էլ, հիմա նաև ավելի տարիքով փոքրերն էլ, թե ֆիլմերն են դիտում, թե գրքերն են կարդում, ու հա, Հարի Փոթերը միավորել է այդ սերունդներին, մենք այդ աշխարհում ապրում ենք, մենք այդ կախարդանքները անգիր գիտենք, երբեմն սենց կատակով Իրար չգիտեմ ինչի եք վերածում։ Ավադակեդավր ենք անում։ Այդպես։ Խնդրեմ։ Իսկ իմ դեպքում մի փոքր այլ է եղել, իմ մանկության ֆիլմը Հարի Փոթերը ամենևին չի եղել։ Ես Այո։ Հարի Փոթերը սկսել եմ դիտել, երբ 10-րդ դասարան էի, առաջին անգամ լսեցի իմ ուսուցչից, մինչև այդ հեռուստացույցով ցուցադրվում էր, հա ինչ որ կադրեր տեսնում էինք, բայց խորապես ուսումնասիրել եմ 10-րդ դասարանում, երբ իմացա, որ գրականության եւ հայոց լեզվի ուսուցչուհիս եւս դիտել եւ սիրում է Հարի Փոթեր։ Այստեղ ուսուցչի ֆենոմենն է։ Այո։ Ով նաեւ կյանքի ուսուցիչ է ինձ համար։ Եվ այդտեղից հետաքրքրվեցի, դիտեցի եւ իրենից շատ բաներ եմ սովորել ու ինչպես նշեցիք, որ տարիք չի ճանաչում, ինչի այդպես, որովհետեւ շատ գաղափարախոսություններ կան Հարի Փոթերում, որ միգուցե երեխաները դրանք չնկատեն, բայց մեծերը նկատում են։ Ու իդեպ այստեղ կուզեմ նշել, կրկին ուսուցչուց եմ սովորել, տեղեկացվել, իմացել, Հարի Փոթերը, Ջոն Ռոլինգը Հարի Փոթերը գրելիս ուսումնասիրել է շատ դիցաբանություններ։ Գիտենք, այո։ Եվ Հարի Փոթերը իր մեջ ունի բանահյուսական տարրեր եւ Թումանյանը ասում էր անմահ է այն գրականությունը, որը բանահյուսության վրա է հիմնված։ Եվ ահա որտեղ է այդ ֆենոմենը Հարի Փոթերի։ Հարի Փոթերը ես ինքս էլ համարում եմ, որ այն անմահ է, որովհետեւ բացի այն, որ հետաքրքիր է, սերունդները սիրում են, հիշում են, դիտում են, նաեւ գրքերը շատ լավ միջոց են երեխաներին կարդալու, այո, գիրք դեպի տանելու, որովհետեւ շատ հետաքրքիր են, երեխաները հետաքրքրված կարդում են եւ սովորում են կարդալ։ Իմիջիալոց մեր գործընկեր Մարլենան ռադիոլուրի կադրից դուրս հետաքրքիր մի բան ասաց, որը փաստեց նաև անգլերենի մասնագետների պնդումը, որ եթե ուզում եք ձեր անգլերենը շատ լավացնել եւ հստակեցնել, ապա պետք է սկսեք Հարի Փոթերի գիրքը կարդալ, որովհետեւ դա այդ գիրքը նախատեսված է նաև պատանիների, երեխաների, երիտասարդների համար եւ բավականին պարզ է գրված ու դու կարող ես այդպես հմտացնել ու ավելի խորացնել։ Մարլենան ասում էր, որ իր աղջիկը հիանալի անգլերենի է տիրապետում շնորհիվ հենց Հարի Փոթերի։ Այո,
Եվս մեկ Հաստատի օգուտ, սա եւս փաստորեն, մեկ կարևոր ոտերից։ օգուտ, այո։ Ձեր դեպքում པարզ էր, փաստորեն ուսուցչի Ուրիշ օգնությամբ բան դուր եկավ։ դասարանում Ասացին, որ հայերեն թարգմանությունը կար։ Այսինքն այնքան հաճելի էր լսել, որ դուք սպասել եք, որ հայերեն թարգմանությամբ դիտեք Որովհետև ամեն դեպքում մայրենի լեզվով դիտելը մի փոքր ավելի ասենց հոգեհարազատ է Դեքոնն է։ Հա, հատկապես երբ որ փոքր ժամանակ ամեն դեպքում անգլերենը այդքան էլ լավ չի լինում ու հայերեն նայելը ես ոնց որ ավելի շատ sense ֆիլմերով եմ ողջավորված ու ֆիլմերը հենց հայերենով նայելը երբ որ ամեն անգամ սպասում ենք որ ամանորին ցուցադրվեր Գնացինք ամանոր։ ու հա ու հենց մեզ մոտ հիմնականում առհասարակ ֆանտաստիկ կան այս կախարդանքը մոգությունը ամանորի հետ շատ է ասոցացվում ու ամեն անգամ սպասել ամանորին նայել ֆիլմերը երբ որ ամեն տարի սպասում ենք նոր թարգմանությանը երբ որ դեռ նոր էին սկսվել թարգմանվել ամեն տարի մեկ ֆիլմ գալիս էր ու հիմա արդեն բոլորը կան ես անձամբ տարվա մեջ երկու անգամ բոլոր մասերը նայում եմ ամռանը մի անգամ ամռանը մի անգամ ամառը ռեժիմ է փաստորեն Ես օրինակ ասում եմ, որ շատ խուճուճ է պատմությունը, անկանխատեսելի են իրադարձությունները, երբ առաջին անգամ ես նայում անուններն ես մոռանում, մինչև հիմա խառնում եմ հերոսներին։ Դա չի էլ քննարկվում ու նորմալ է, որ խառնում ենք, որովհետև շատ խառն է ամեն ինչ։ Ու կուզեի իմանալ ձեր ամենասիրելի կերպարները, որովհետև միշտ չէ, որ գլխավոր հերոսն է լինում միայն սիրելի կերպար, հաճախ Մանավանդ որ շատ հարուստ է հերոսներով։ Երբ մյուս կերպարներն են հարուստ, անկախ քեզնից մեկ էլ ֆիքսում ես, որ դու այն մի կերպարին ավելի շատ ես սիրում։ Ասեք։ Ես սկսեմ։ Ինձ համար առանձնանում են Դամբլդորի կերպարը։ Ես Բարի գիտեի ծերուկը, ով բացի այն, որ նա շատ խելացի էր, անսահման գաղափարների տերմարդ, նա նաև խենթուկ էր։ Այո, գժուկ էր։ Այո, ու շատ քչերին է հաջողվում, որ համ այդքան տաղանդավոր խելացի լինեն, համ նաև այդպես խենթ բաներ անեն։ Եվ հենց ֆիլմի առաջին մասում Հարին պտտվում է եւ Հերսին հարցնում է ինչ է խելագարը, ասում է նա շատ Խելացի։ Դարի հանճարեղ կախարդն է։ Եվ առանձնացնում եմ Սնեյփի կերպարը, ում ես երբ նոր էի դիտում չի հասկանում իր կերպարը եւ չէի սիրում Սնեյփին, բայց վերջում երբ ամենը բացահայտվում է ու հասկացվում է ինչ կերպար է ինքը, ինչեր է անում, ոնց է կարողացել երկու կողմից ինքը այդքան լավ խաղալ, այսինքն եւ Վոլդեմորի բանակից որպես ներկանալ եւ իր բարի գործը անել։ Այո, դասախոսը։ Դե մինչև վերջ չէինք հասկանում իրականում։ Այո։ Եվ այստեղ մի տեսակ խորքային ու վեհ բան կա այդ կերպարի մեջ։ Այո։ Տարիքի հետ որ ավելի լավ է հասկանում դրա Արմեն քո դեպքում Իմ դեպքում ես առաջինը կնշեմ Հերմայոնեին, որովհետև ես բնավորությամբ շատ նման եմ։ Ես էլ պերֆեկցիոնիստ եմ, ես էլ շատ սիրում եմ կարգ ու կանոն, ինչն էլ իրենց ընկերության մեջ հենց Հերմայոնեն էր պահում եռյակի այդ կարգ ու կանոնը դասերից չուշանալ, իդեպ այստեղ ունենք նման մի ատրիբուտ, որը հենց գրքից ֆիլմից է, առհասարակ Հարի Փոթերից, սա ժամանակ շրջողն է, որի միջոցով Հերմայոնեն բաց չէր թողնում ոչ մի դաս, սա ինքը ստացել էր Դամբլդորից, ժամանակը հետ էր տալիս, բոլոր դասերին մասնակցում էր, որպեսզի ոչ մի դաս բաց չթողներ ու սրա միջոցով էլ հետագայում իրենք մի քանի կարևոր խնդիր են լուծում արդեն երրորդ ֆիլմում Հարի Փոթերը եւ Ազկաբանի բանտարկյալը մասում, իսկ մյուս սիրելի կերպարը պրոֆեսոր Մակգոնագելն է, որովհետեւ ես կարծում եմ, որ ինքը այնքան կարևոր չի ներկայացվում ֆիլմում, ինչքան որ իր դերն է։ Ինքը շատ sense ստվերում մնացած մասեր ունի, որոնցից մեկն էլ հենց ֆիլմում, երբ որ Հարի Փոթերը տեսնում է, որ իր հայրը Քվիդիչի ոնց որ խաղացող է եղել, այդտեղ Քվիդիչի խաղացողների այդ մրցանակների կողքը նաև Մակգոնագելի մրցանակն է ու դա թաքնված է, դրա մասին ոչ մեկ չի խոսում, բայց Մակգոնագելի ինքը իրենով շատ առեղծված է կերպարեր ու վերջում ավելի խորությամբ է ինքը բացահայտվում։ Դու հասկանում ես, չէ՞, քանի անգամ են նայել ու արդեն դետալային առնվազն երկու անգամ դետալների են ուշադրություն դարձնում, սա հիանալի է, որովհետև դուք մեզ համար էլ եք բացահայտումներ անում, գուցե մենք այդպես ազատ դիտորդ որպես դիտում ենք, բայց խորքային չենք վերլուծում, բայց այս պարագայում ինչ վերաբերում է Հերմիոնեի կերպարին, ապա եթե Հարի Փոթերի կերպարին չհաջողվեց այլ ֆիլմերում ավելի ակնառու դերեր կերտել,
որովհետև Հարի Փոթերը այսպես ճակատին մեծ տառերով գրվեց ու այդպես էլ չէ, ապա Հերմիոնեի պարագայում ստացվեց, որովհետև դերասանուհին կարողացավ այլ ֆիլմերում եւս հանդես գալ։ Ինձ նաեւ դուր եկավ մի եւս մեկ կարևոր հանգամանք, Եռյակի ընկերությունը շատ հետաքրքիր էր, բայց այդպես էլ հեղինակը Հերմիոնեին եւ Հարի Փոթերին չմիացրեց իրար։ Դե սպասում են բոլորը։ Շատերը սպասում էին, բայց տվեց ուրիշ ուղղություն, որը ավելի իրական էր, հա, համամիտ եք այս լուծման հետ։ Եթե անկեղծ լինեմ, մենք մի որոշ ժամանակ առաջ Նայրայի հետ մի տրենդ էինք նկարում, որի մեջ այսպես վերևում գրվում է, չգիտեմ, սիրելի կերպարը, սիրելի հատվածը, սիրելի պրոֆեսորը ու կար մի հատ սիրելի couple-ը, սիրելի զույգը, ոնց որ հատված, որտեղ մենք պետք է հեռախոսի էկրանին ցույց տանք ֆիլմից սիրելի զույգին, ու այդ պահին մենք այսպես ցույց ենք տալիս Հարի եւ Հերմիոնե, ես ոնց որ ցույց եմ տալիս, որովհետեւ իմ համար ամեն դեպքում ես իրենց ավելի շատ էի տեսնում միասին որպես զույգ, ինչքան էլ որ հեղինակը այդպես չի տեսել, շատ համահունչ են իրանք, չգիտեմ։ Իսկ գուցե իրենք համահունչ են որպես հարազատ ընկերներ։ Բնական։ Եվ չգնանք ուրիշ, դա։ Միգուցե ու այդպես եթե անկեղծ լինեմ, ես մի քիչ այդ մասով Ջոն Ռոուլինգի հետ այդքան էլ համաձայն։ Մենք պետք է օրվա հոբելիարից ճշտենք Ռոուլինգից, չէ՞ լինում, թե չէ։ Քեզ համար։ Ձեր պատասխանը լսենք, հետո գովազդ ունենք։ Իսկ ինձ համար ես էլ մանկուց իրենց եմ ոնց որ այդպես որպես զույգ տեսել, բայց հիմա չի ասի որ իրենց կտեսնեմ, որովհետև իսկապես ինձ թվում է որ Հարին եւ Հերմայոնին միասին չէին կարող, որովհետև երկուսն էլ ունեին ինչ որ լիդերական բաներ ու իրենք իրար կհակասեին, դրա համար ես կարծում եմ որ ավելի ճիշտ զույգ են Հերմիոնան եւ Ռոնը։ Եվ Ռոնի բացերը փակում է նաև Հերմիոնեն, այս պարագայում քո ասած տարբերակը շատ ավելի դիպուկ է։ Գովազդ հետո շարունակենք մեր կախարդական զրույցը։ Այո, կախարդական գովազդ։ Աբրակադաբրա։ Այո, Ջոն Ուիլյամսի կախարդական երաժշտությունն ենք լսում, որը ֆիլմը էլ ավելի գեղեցկացրել ու հարստացրել է։ Մենք հաճախ խոսում ենք նաև նրա մասին, որ ճիշտ երաժշտությունը ամբողջացնում է էմոցիաները եւ կարողանում է ամբողջական տալ ու ավելի հուզական դարձնել իրավիճակը, եթե այն ճիշտ է ընտրված, այս պարագայում ավելի լավ տարբերակ ուղղակի հնարավոր չէ։ Հիմա նման ռիլեր կան, երբ ֆիլմի ինչ որ հայտնի դրվագ ցուցադրվում է եւ ուրիշ երաժշտություն է դրված, ասում եք տեսեք ինչ կարող է փոխել երաժշտությունը։ Ասեք մեզ օրինակ դուք ինչ հմտություն կուզեիք կախարդական ունենալ, օրինակ Սևակ ուզում է անտեսանելի դառնալ, ես մտածեցի, որ ես շատ կուզեի մտքեր կարդալ, դուք Ես Սևակի պես շատ կուզենայի ունենալ Հարի Փոթերի անտեսանելիության թիկնոցը, որը հենց մահվան պարգևներից մեկն էր, անտեսանելիության թիկնոցը, այդ ինչ շատ պետք կգար։ Այդ ուր ես ուզում գնալ, ում ես ուզում հետևել։ Խնդրեմ։ Ես էլ կուզենայի անտեսանելիության թիկնոց, դա կարծում եմ շատ դռներ կբացի։ Մի քիչ ազնիվ չի, բայց դուք ազնիվ չեք խաղում։ Նաև շատ կուզենայի ունենալ ժամանակ շրջող սարքը, որի միջոցով կկարողանայի շրջել ժամանակը, հետ վերադառնալ։ Չեմ կարծում, որ ինչ որ բան այլ կերպ կանեի, բայց ավելի շատ բաներ կհասցնեի, ինչպես Հերմիոնան էր անում։ Միաժամանակ մի քանի գործողություն կհասցնեի անել։ Ժամանակը հետ կարծում եմ, որ մեզ ընդհանրապես Այս փայտիկն է, պետք է խոսքը կախարդական փայտնիկի մասին է։ Դեպ հավաքածու ունեք, առնվազն գիտեմ Արմենը միայն սրանցով չի սահմանափակում, Արմեն ամբողջ աշխատած գումարը տալիս է այս ատրիբուտների։ Եթե անկեղծ լինեմ, ես բոլորը նվեր եմ ստացել։ Իմ ընկերները շատ լավ ընկերներ են եւ իրենք գիտեն, որ ես ֆիլմի երկրպագուն եմ ու անընդհատ ես հավաքածու ունեմ տարբեր Բայց հեշտ է քեզ նվեր գտնելը։ Շատ հեշտ է։ Բայց կարծում եմ, որ հեշտ է, բայց չպիտի բոլորն էլ Հարի Փոթերից Հա, էլի։
Ամեն դեպքում ապահովագրեմ ինձ։ Շատ հետաքրքիր է, այստեղ մենք խոսեցինք նաև կերպարներից, վերջաբան առհասարակ միշտ լինում է այնպես, որ ֆիլմերում, հա, որ շատ ես սիրում այդ ֆիլմերը, խենթանում ես, միշտ քո պատկերացրած վերջաբանը չի լինում։ Հիմա դուք գոհ եք վերջաբանից, թե ոչ։ Ես գոհ եմ եւ կարծում եմ վերջաբանը այնպեսին է, որ մեզ մտածելու տեղ թողնի ու իդեպ վերջում փայտիկի մասին խոսեցինք, ավակ փայտիկն է, աշխարհի ամենահզոր փայտիկը եւ վերջին ֆիլմում Հարին այն պարզապես կոտրում է եւ նետում։ Այսինքն Հարին պետք չէր ինքը կարող էր դրանով հանգիստ աշխարհի ամենահզոր կախարդը լինել, բայց դա նրան պետք չէր։ Հարի կերպարը ընդհանրապես սիրո մասին էր, ինչքան էլ խոսվում է, որ մոգության մասին է, քրիստոնեությունից հեռու է ֆիլմը, գիրքը, Հարին քրիստոնեական սիրով էր սիրում, որովհետև իր ընկերներին անընդհատ փորձում էր պաշտպանել, իրեն էր զոհաբերում, շեղվեցի մի փոքր հարցից, բայց շատ լավ վերլուծություն ես անում հետո։ Իրականում որպեսզի արդար լինի, ասեմ, որ դա եւս իմ ուսուցիչից եմ սովորել։ Ուսուցիչը շատ խորքային վերլուծություն է արել եւ փորձել է պատմական նշույլներ գտնել հիմքում։ Այո, նաև համեմատությունը։ Կներես որ ընդհատում եմ, Նաիրայի ուսուցչուհին հոդված է գրել, որը ես հոդված չէ, երևի հոդված է, որը ես կարդացել եմ, որը զուգահեռներ է տանում մեր էպոսի եւ Հարի Փոթերի մեջ, ու հենց այդտեղ ոնց որ նմանեցվում են Սասունցի Դավիթը եւ Հարի Փոթերը, որ երկուսն էլ ինքը որպես այդպեսին բավականին խորը գաղափարներ են դրված, երկուսն էլ շատ անձնազոհ են, երկուսի ծնողներն էլ մահացած են, ոնց որ փորձվում է հատուկ ոնց որ նմանեցվեն, այսինքն Rowling-ը ամեն դեպքում բավականին շատ, ասենց ասած research-ը արել մինչև Հարի Փոթերը գրել է, ու այդ գաղափարներն է դրել աշխարհում։ Բարձրաց Հարի Փոթերն էլ է հայ։ Rowling-ը նաև իր գրքում մի հատված կա, որտեղ խոսվել է հայերի մասին չէ, գաղտնիքների սենյակը, երկրորդ մասում, Հարի Փոթերի եւ գաղտնի սենյակը հատվածում գրքում, երբ Լոքհարթը բացահայտում է, որ ինքը չի եղել այդ գրքերի հեղինակը, իրենց ինքնակոչ ուսուցիչը, այդտեղ ասում է Լոքհարթը, որ ով կուզեր կարդալ գեշ ծերուկին, ծեր գեշ մարդուն, հայ կախարդին, այդպես է բնորոշում եւ հայ կախարդը ես կարծում եմ որ ենք գնում այն իմաստով որ հայրը հնում ներկայացված են մեծ քթով այդպես մի րոպե հնում հայրը եղել են սպիտակամաշ ապուտաչակ գեղեցիկ մարդիկ բայց երևի այդ մեծ քթի մասին է եղել եւ Rowling-ի 90-ականներին ա գրել նորմալ է ժամանակ արդեն կարևորը հիշատակում կա հիմա լավ է միտեղ կանք դե հիմա հզոր ենք հոզորով չի այո լուսնե նկատում ես նաև թևնոցը կապ ունի վայ չէ նկատել ոսկե սնիչն է, որը Հարի հպումից, շուրթերի հպումից բացվում է վերջում եւ անմահացնող քարն է դուրս գալիս, որտեղից կարողանում է իր ծնողներին տեսնել, իր հարազատ մարդկանց, ովքեր մահացել են եւ այդ պահին իրեն շատ օգնում են։ Անմահացնող քարի մասին որ ասեց, այդ որ նշեցի թիկնոցը, մյուսը փայտիկն է մահվան պարգևներից, մյուսն էլ սնիչի միջից դուրս եկող հենց անմահության քարն է, որն էլ 3 եղբայրների առակից է։ Ֆիլմի վերջաբանի հետ կապված ես էլ իմ կարծիքը ասեմ ինձ համար չեմ կարող ասել որ ինչ որ sense կա հանելուկներ ա թողնում ավարտը ամեն դեպքում մեր տեսած զույգերը ընտանիք են կազմում իրենց երեխաներին են ճանապարհում Հոգվարթս ու չեմ կարող ասել որ ինչ որ կիսատ բան կա բացի այդ էլ մահվան պարգևներից հետո եւս մեկ մաս կա Հարի Փոթերը եւ անիծված երեխան որը ֆիլմը չի նկարահանվել բայց այդ կիսատ թողնելու մասին ցույց Warner Bros. Հիմա լուծում է սերիալով, որը 2026 թվականի վերջում սպասում եք։ Այ իհարկե Նաիրայի մոտ մի քիչ հակասական բաներ կան։ Դե գիտես, որովհետև ֆիլմը, այստեղ ֆիլմը ու սերիալը կարող են, որովհետև անկախ քեզնից համեմատություն ես անելու ֆիլմի հետ, իսկ ֆիլմը շքեղ է, հզոր է։ Մի հարց էլ տամ, հետո ռադիոլսողի մեկնաբանությանը կանցնենք։ Մենք ասացինք, թե որ կերպարներն են մեզ դուր գալիս, բայց մենք հաճախ տեսնում ենք, որ իրական կյանքում էլ է այդպես, այն չար մարդիկ, որ հայտնվում են մեր կյանքում,
հետո հասկանում ենք, որ եթե չարերը չլինեին, գուցե այս ճանապարհը չանցնեինք, գուցե այս աճը չունենայինք, ու շատ հաճախ հետ ենք նայում ու հասկանում ենք, թե որքան կարևոր են նաև այդ չար մարդիկ, եւ հաճախ մենք երբ խորապես վերլուծություն ենք իրականացնում, տեսնում ենք, որ չարերն էլ ունեն իրենց խնդիրները, իրենց տրավմաները, ու այնտեղ մի ամբողջ դրամայի կույտ ես տեսնում, ու մեկ էլ երբ վերլուծում ես, վերաբերմունքն է ամբողջությամբ փոխվում։ Ինձ թվում է Հարի Փոթերի չար կերպարների հիմքում էլ կա այս իմ ասածը, ու օրինակ ում եք ավելի շատ սիրում չար կերպարներից։ Նրանք ավելի վառ են։ Սիրում, ես մտածում եմ ասեմ, թե ում չեմ սիրում։ Ես ինձ թվում է հարցը գնում ավելի շատ այն կողմ, որ ասեմ ում չեմ սիրում։ Մեկ չար կերպարներն այնքան վառ են լինում, որ անկախ քեզնից սկսում ես երկրպագել։ Հա, բայց եկեք ես ասեմ ում չեմ։ Ես առհասարակ դավաճանությունը այդքան շատ չեմ սիրում ու Փիթեր Փետիգրյուն, որը մինչև ոնց որ Ասկաբանի բանտարկյալի մեջ Արնետի պես ապրել էր Ուիզլիների ընտանիքում Արնետի տեսքով ու հետո ոնց որ այդ մասում նորից դառնում է մարդ, որովհետև ինքը դավաճանել էր ոնց որ Նևիլի ծնողների թե Հարի այդ մասը հա ու մանրամասն մատնել էր Վոլդեմորտին ու այդպես միջև նայրանք ասի ես քիչ ում եմ սիրում։ Ես ասեմ ում եմ սիրում, երբեք չէի մտածել այդ հարցի շուրջ, հենց նոր հասկացա, որ ես սիրում եմ Մալֆոյի մայրիկին, որովհետև ինչքան էլ ինքը բացասական կերպար է ներկայացված, այն պահին, երբ Հարին արգելված անտառում ընկած է, նա մոտենում է Հարին եւ հարցում է նա ողջ էր, եւ ամենից առաջ նա մայր է։ Ահա։ Այսպիսով ինձ հասկացա, որ դուր է գալիս իր կերպարը, որպես մայր նա ինստինկտները գլուխ են բարձրանում, այո։ Եվ մի հարց էլ երազանքներ շատ են ունենում փոթերամանները, ես գիտեմ Արմենի երազանքներից մեկը վերջերս իրականացավ եւ Ուր ես հայտնվել։ Չի հայտնվել, երբ կենթանի նվագախմբի մասնակցությամբ դիտում ես ֆիլմը։ Դե կներեք, մենք չունենք այդ հնարավորությունը, ծանոթ չունենք, ինչն ասած։ Հիմա մեկ ուրիշ ունենք։ Խնդրում եմ, ես ուշ չունեմ սեվակի վրա, խնդրում եմ Արմեն ջան, չմոռանաս մեզ։ Ունիսի սկզբին էր, որ Հայաստանում այս ձևաչափը եղավ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, վստահ եմ հաջորդ երազանքը ձեզ համար մնում է միգուցե Միացյալ Նահանգներում այդ նկարանման տաղավարում լինելը, եթե չեմ սխալվում Warner Bros-ի այո տուրի մեջ ներառված է դա։ Երբ որ մարդիկ են լինում, ովքեր գնում են ու գալիս են ու այնտեղից արդեն հենց բերում են օրիգինալ գնված փայտիկը այդ դրանցից ունեմ էլի տունը որը հատուկ ոնց որ սենսորային ծայր ունի ու հենց այդտեղ տաղավարներում կախարդանքները կիրառելուց դրանք ոնց որ սենս վիզուալ երևում են այդ երազանքներից մեկը որ անընդհատ սոցիալական ցանցերում տեսնում էի տարբեր երկրներում երբ որ ֆիլմը ցուցադրվում է ու նվագախումբը կենթանի նվագում է երաժշտությունը ամբողջ ընթացքում չեմ կարող նկարագրեմ ինչ էր կատարում, երբ որ իմացա, որ լինելու է Երևանում ու դիտեցի, չգիտեմ, այդ էմոցիաները չեմ կարող նկարագրել ու հա, երևի հաջորդը արդեն նկարագրում հրապարակներ։ Չմոռանաս։ Եվ իհարկե մենք ունենք ռադիոլսողից։ Այո, շատ լավ մեկնաբանություն, ոգևորիչ ուղղված մեր հյուրերին եւ այլ մեկնաբանություններ էլ կարծես կան։ Ուզում եմ իմից կարդալ Արմենուի Հովսեփյան, Արմինե Հովսեփյանն է գրել Բարի լույս իմ ինչ հրաշք երիտասարդներ են եւ ինչքան գրագետ եւ վերլուծական մտքով լի։ Հենց հիմա իմ աղջիկն էլ կարդում է գիրքը եւ շատ ոգևորված մասնակցում է ձեր վերլուծական բանավեճին։ Ապրեն մեր երիտասարդները։ Բրավո, մեզ էլ տարակ երևակայության գիրքը։ Ես այսօր ասում եի, որ Սևակին էի ասում էի, որ մեր իրավիճակը իրական կյանքում բավականին կհեշտանար Երևանյան իրականությունում, եթե լինեին այդ թրջող ավելները, խցանումներ չէին լինի, չեմ կարող ասել, մենք էլի փորձեինք օդում խցկվել ու առաջ գնալ, վազանց անել, բայց ինչև է, շնորհակալություն ձեզ, հարգելի սիրելիներ, մեզ ճանապարհորդելու Հարի Փոթերյան աշխարհով մի տեսակ հետաքրքիր էր շատ բացահայտումներ էլ արեցինք։ Այո, ինչքան բաներ չգիտեինք կամ հիշեցինք, եթե ինչ-որ բաներ մոռացել էինք, շնորհակալ ենք, հիշեցնենք մեր տաղավարում էին Արմեն Բաբաջանյանը եւ Նաիրա Նավասարդյանը, նրանք փոթերամաններ են։ Իսկ մենք շարունակենք մեր եթերը քիչ անց ճանապարհենք հյուրերին, նախ կլուսանկարվենք անպայման, այս կախարդական իրերով կլուսանկարվենք, անպայման, դա շատ կարեւոր է եւ այդպես էլ ավարտենք, չէ՞։ Ապա մի րոպե։ Ահա։
He left no time to regret. Kept his dick wet with his same old safe bet. Me and my head high and my tears dry. Get on without my guy. You went back to what you know. So far removed from all that we went through. And I tread a troubled track. My odds are stacked. I go back to black. We only said goodbye with words. I died 100 times. You go back to her and I go back to us. I love you much. It's not enough. You love blow and I love pub. And life is like a pipe, and I'm a tiny penny rolling up the walls inside. We only said goodbye with words. I died 100 times. You go back to her and I go back to her. We only said goodbye with words. I died 100 times. You go back to her and I go back to Սուրճ ու սեր առավոտից։ Եթերը շատ արագ անցավ, երբ խոսում ենք կախարդանքների ու Հարի Փոթերի մասին, 10:46 նոր ֆիքսեցինք ես ու Լուսինեն, որ անգամ օրացույցը ամբողջությամբ ձեզ չենք ներկայացրել։ Իմիջիալուց իրական հրաշքներն են լինում, Էմի Ուայնհաուսը կարծում եմ այդ իրական հրաշքներից էր, որովհետև այդուհանդերձ յուրատեսակ ձայն, տեմբր, կատարողականություն եւ էմոցիաներ, որ փոխանցում է եւ նաեւ մեր իրական հրաշքը մեր ռադիոլսողներն են։ Այո, իհարկե, եւ մեր առավոտյան ուղիղ եթերները ուղիղ կապը ձեզ հետ, մենք հիմա ձեզ կներկայացնենք մի քանի ազգային տոներ։ Նախ միջազգային տոներից խոսեցինք, շատ լավ օր է Միացյալ Նահանգներում ավոկադոյի ազգային օրն է։ Այո, իհարկե մասնագետներն ասում են, որ ավոկադոն անհամ մի բան է ու այդ մարքեթինգի շնորհիվ է, որ ավոկադոն այսօր այդքան պահանջված է եւ իրականում եթե միայնակ ավոկադոյին փորձեք, իսկապես այդքան էլ հաճելի չի եւ հաճելի է, երբ տարբեր
աղցանների, բաղադրիչների հետ է։ Այսօր Ամիացյալ Նահանգներում եւս շատ հետաքրքիր մի տոն կա, անսովոր երաժշտական գործիքների մասին իրազեկման օրը։ Մենք հնարավորություն տվել ենք դες նախորդ տարիներին եւ ծանոթացրել ենք տարօրինակ Այո, երաժշտական շատ գործիքների։ տպավորիչ էր, հիշում եմ այդ եթերը։ Մի հետաքրքիր օր էլ կա, վերելակում զրուցելու օր։ Մեկ ինձ թվում է, որ մեր հարևանները, բարև ձեզ, եթե ինձ լսում ու տեսնում եք, կոնկրետ հարկերում իրար հետ զրուցում են Որովհետև վերելակում։ չի գալիս։ Սպասում ենք եւ նա չի գալիս։ Բակը հսկող շների ազգային օրն է։ Ունեք ձեր բակում։ Կոնկրետ Բաքում չէ, Իսկ բայց մենք թաղամասում, ունենք, իսկ մեր կոնկրետ մի քանի շենքերի հսկող շունիկ ունենք, որը իդեպ մի անգամ երեխաներից մեկի կյանքն է փրկել։ Ընկել է երեխան, մյուս երեխաները վախեցել փախել են, այնքան էլ լիզել, որ արթնացել է երեխան։ Այո, մենք ունենք հրաշք շունիկ, ում ամբողջ այդ մի քանի շենքի բնակիչները կերակրում են։ Աչքի լույսի պես են Այո, պահում։ պահում ենք։ Ազնվամորու կարկանդակի ազգային օրն է, դե չկա օր Միացյալ Նահանգներում, երբ անդրադարձ չլինի այս կամ այն տեսակի, այո, աղանդերի կամ ուտելիքի, փաստորեն հերթը այսօր ազնվամորու կարկանդակինն է։ Օթապարիկների փառատոն է Միացյալ Նահանգներում, կարծում եմ սա յուրատեսակ տոն է, օրինակ մեզ մոտ երբ լինում է, մենք որքան ենք ուրախանում, բոլորս նկարում ենք ու մեր հայացքը վերև է։ Մի նայեք վերև տարբերակը չի, ինչպես հայտնի ֆիլմում է, այլ հակառակ ուզում ես անդադար վերև նայել։ Այլ երկրներում կան արդյոք Իրանում դոնորի օրն է, որը շատ կարևոր օր է եւ շնորհակալություն հայտնենք այն մարդկանց, որ հանուն իրենց անհարմարության եւ որոշակի առողջության դոնոր են հանդիսանում եւ փորձում են օգտակար լինել իրենց հարազատներին։ Եվս առիթ եղել է եթերներում զրուցելու, դա կարծես մարդկանց վարքագիծ է, դաստիարակության տեսակ է։ Տեղափոխվենք Ռուսաստան, այստեղ ռազմածովային բժշկի օրն են նշում եւ մի հետաքրքիր չէ ու լավ օր։ Սիրելի գրքերը վերհիշելու օր, այսօր արեցինք դա, բայց իհարկե եթե ունեք սիրելի գիրք, որ կուզեիք վերհիշել, գրեք։ Նոր քիչ առաջ ես Սևակին էի ասում, որ մի գիրք կա, որ ուզում եմ վերադառնալ, թեպետ համարում էի ամառային թեթև գիրք եւ հիմնականում ծովափում ես կարդում, ունես չէ, այդպեսի ցանկ եւ հետաքրքիր էր, որ խոսում էինք փաստորեն եւ օրվա թեմայի հետ կապ ուներ։ Գնանք հետաքրքիր դեպքեր եւ իրադարձություններ դաշտ, տեսնենք ինչ կա չկա։ 2006 թվականի այսօրը Ֆիդել Կաստրոն իշխանությունը հանձնում է եղբորը Ռաուլ Կաստրոին, գիտենք Ֆիդել Կաստրոյի կյանքը, գործունեությունը իսկական ֆիլմ կամ գիրք է հիշեցնում։ Այո, այստեղ շատ քիչ են իրադարձությունները, որ պիտի ներկայացնենք ձեր ուշադրության։ 1992 թվականի այսօրը Վրաստանը դարձել է ՄԱԿ անդամ։ Ահա։ Գնանք առաջ, շարունակենք փորձել հասկանալ վթարներ եւ այլն շատ են եղել եւ չենք ուզում դրանց մասին խոսել։ Սենտ-Էքզուպերի փաստորեն կյանքն է արժենում, գիտեք, նա օթաչու էր եւ հենց ինքնաթիռի վթարից էլ հեռացել է կյանքից 1944 թվականին, այո, ասում են օթաչուները թռչում են եւ չեն վերադառնում։ Բայց տխուր թեմաներից չխոսենք, գանք օրվա հոբելյարներին։ Եվ այսպես ներկայացնենք թե ով է ծնվել, դե բնականաբար խոսեցինք Ջոան Ռոլինգի մասին, այսօր 1965 թվականի հենց այսօրն է ծնվել բրիտանացի գրող Հարի Փոթերի մասին պատմող գրքերի հեղինակը Ջոան Ռոլինգը, որը կարողացել է այդ կախարդական աշխարհն այնպես նկարագրել, որ գերել է ամբողջ աշխարհի մարդկության ուշադրությունը։ Ֆիլմ աշխարհից չհեռանանք, այսօր Չարլի Չապլինի դստեր, ամերիկացի կինոդերասանուհի Ջերալդինա Չապլինի ծննդյան օրն է, 1944 թվականին է նա ծնվել։ Եվ հիմա գնում ենք շատ հետ։ Այո, շատ։ Մի ժամանակների մեծ ժպիտ պարգևող մի անձնավորություն է ծնվել, ում եթե ֆիլմում նա խաղում էր ու գիտեինք, բոլորս գանվում էինք էկրաններին, որպեսզի դիտեինք նրա մասնակցության ֆիլմերը։ 1914 թվականի հենց այսօրն է ծնվել ֆրանսիացի կատակերգու դերասան Լուի դը Ֆյունեսը։ Խաղացել է մոտավորապես 150 ֆիլմում, առավել հիշարժան են նրա կատակերգական դերերը, Ֆանտոմասի եւ ժանդարմի մասին ֆոտոշարերը։ Իդեպ այն ժամանակ այդ մեմ բառը չէր գործածվում, բայց նրա որոշակի խոսքեր մեմ էին դարձել եւ մենք հաճախ կես կատակ կես լուրջ իրական կյանքում այդ ամենը ասում էինք։ Այո, դե շատ թևավոր խոսքեր էին։ Թևավոր խոսքեր, ծիծաղելի խոսքեր էին, հա, ու այդպես փորձում էին անպայման ինչ որ այդ տարբերակով անել։ Դե ինչ։ Մեր եթերաժամի վերջին րոպեներն են, ձեզ եւս մեկ անգամ այո հիշեցնենք, որ այսօր առանց տեղումների եղանակ է լինելու հուլիսն է ավարտվում եւ այս պահին 27 աստիճան տաքություն է մեր մայրաքաղաքում։ Հիմա թարմացնենք խցանումները եւ տեսնենք ինչ վիճակ է եւ քանին իշ է 5 բալ է, շարունակում է մնալ 5 բալ։ Ունենք վթար նոր
Իդեպ, դե ոնց կարելի էր ախր։ Ինչու։ Կարող եք հարգելի վարորդներ մի օր մեզ երջանկացրեք, էլի։ Այնպես արեք, որ վթարների մասին խոսելու բան չունենա։ Խորենացի փողոցում է, կարծես դեպի Մաշտոցի պողոտա գնացող հատվածում վթար է, հուսանք թեթև վթար է եւ նաեւ խցանումների վրա էական ազդեցություն չի ունենա։ Վթարը որտեղ տեղի է ունեցել, խցանում չկա։ Ես հասկանում եմ, որ դուք սովորել եք խցանումներին դանդաղ գնալու եւ երբ ազատ է լինում փողոցը, որոշում եք շատ արագ գնալ եւ անուշադիր եք լինում, բայց այդուհանդերձ խնդրում ենք, էլի, ուշադիր եղեք, հոգատար եղեք, միմյանց նկատմամբ, այո, ավելորդ շտապողականությունը մի կողմ դնենք, դե քաղաքը միշտ էլ ծանրաբեռնված է անկախ եղանակից ու սեզոնից։ Եվ վերջում մեր ռադիոլսողներ Լիլը Զվարթ Բարսումյանը, Սոֆի Հակոբյանը, Լիանա Գալստյանը, Քնար, Սպարտակովյան ջերմ ողջույններ են ուղարկել, ծաղիկներ, սրտիկներ, շնորհակալ ենք բոլորիդ, ձեզ հաճելի հանգստյան օրեր ենք մաղթում, կհանդիպենք երկուշաբթի։ Հաջողություն, մնացեք հանրայինի հետ, ձեզ հաճելի հանգստյան օրեր։ Եթերը ձեզ համար անցկացրին, ձեզ հետ անցկացրին Լուսինե Մուրադյանը եւ Սևակ Հակոբյանը, կախարդական էր մի տեսակ, այս կախարդական տրամադրությունը թող ամբողջ օրերի ընթացքում ուղեկցի ձեզ։ Sirte tornish